Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Պարոն Խաչատրյան, այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանից 22 վագոն, եթե չեմ սխալվում, նավթամթերք, ավելի ճիշտ Էլի, եթե չեմ սխալվում, պրեմիում դասի բենզին է ներկրվելու Հայաստան, այդպիսի որոշում է կայացվել, հաշվի առնելով, որ խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության նախագահ, հիմա սա խաղաղություն է, թե ոչ։ Չէ, ես չեմ անցալում սա որպես խաղաղություն, սա գործընթաց է, որն ուղղված է խաղաղությանը, իսկ խաղաղությունը իրականում անընդհատ աշխատանք պահանջող process է, չի լինում մի իրավիճակ, որ ասես այ վերջ արդեն բոլոր աշխատանքներն ավարտվել են եւ այսուհետ խաղաղություն է, որովհետեւ ամեն դեպքում այդ խաղաղությունը շատ գործոններից է կախված է աշխարհակաղակական զարգացումներից, ներքին քաղաքական զարգացումներից, նույն Ադրբեջանի փոփոխվող շահերից, հետաքրքրություններից, շատ են գործոններ։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ այս պահին մենք եկել ենք այն կետին, երբ որ համընկել են Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը տենց վերջնականապես եւ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարելի է համարել ավարտված։ Տեսեք, հայերենի իշխանությունները որպես փաստարկ նշում են, ասում են 2 տարի սահմաններին գրակոծներ չեն եղել, փառքաստուզոհեր չկան, փաստարկ է բերվում, որ Ղազախստանից արդեն ծորեն է ներկրվում Ադրբեջանի տարածքով, Ռուսաստանից է ինչ-որ ապրանքատեսակներ եկել, հիմա սա նշանակում է, որ խաղաղությունը գնում է դեպի այս անդառնալիության կետ, պայմանական ասած, բայց տեսեք, սրան զուգահեռ սահմանագծումից եւ սահմանազատումից, այդ գործընթացից որևէ նորություն այս պահին գոնե չունենք, հա, ինչ-որ մի բախոսակցություն գնաց, որ մեղրի հատվածում պետք է սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ իրականացվեն, հասկանալի է, որ խնդիրը վերաբերում է թրիփին, այսինքն մարդու պետք է հասկանանք, որտեղ են կանգնելու մեր սահմանապահները, որտեղ իրենցն են կանգնելու եւ ըստ էության վերջ, որովհետեւ սրան զուգահեռ Ադրբեջանում բավական ագրեսիվ ռետորաբանությունը չի նվազել։ Արևմտյան Ադրբեջանը այսպես կոչված խոսույթը շարունակում է լինել։ Ադրբեջանցիների այդ միֆական վերադարձի իրավունքի խոսույթը այսպես ավելի գլոբալ չափերի է հասնում։ Հիմա այստեղ հասկանալի է, որ աշխարհակաղակական գործոնները մեծ նշանակություն ունեն, բայց հիմա եթե վերցնենք որպես տնային աշխատանք, ինչ է անում Հայաստանը, ինչ է անում Ադրբեջանը։ Բարդ հարց է իհարկե, եւ կարծում եմ մենք հեշտ ճանապարհներով չենք գնում։ Չէ, իհարկե։ Ադրբեջանը իմ ընկալմամբ պատրաստվում է տարբեր զարգացումներ, այսինքն տարբեր սցենարների համար նախանշված են այսպես կոչված գործողությունների ծրագրեր, եւ եթե դիտարկենք օրինակ տեսեք, հակամարտության կարգավորումը ունի, ինչպես արդեն ասացի, տարբեր շերտեր, այսինքն կոմպլեքս երևույթ է։ Կոմպլեքսի մի մասը անվտանգային խնդիրներն են, մյուս մասը տնտեսական գործակցությունն է, հա, այդ կապուղիներն են եւ այլն։ Այսինքն այս բայդրությամբ, եթե մենք դրական ինչ-որ տենդենսներ տեսնում ենք, սա հիմնականում այդ կապուղիների եւ տնտեսական ասպեկտներով որոշակի համագործակցության նշույլներ ենք տեսնում, ինչը շատ կարեւոր է, ես չեմ ուզում նվազեցնել որևէ կերպ այս գործընթացների կարեւորությունը, ամենևին նպատակ չունեմ նվազեցնելու դրանց կարեւորությունը, բայց ի վերջո էլի խոսքը գնում է նրա մասին, որ այդ խաղաղություն իմ ընկալմամբ այդ խաղաղությունը այդ բոլոր տարերի ուրեմն իրականացման համակցմամբ պետք է լինի, այսինքն եթե դու չես լուծում անվտանգային տարը, ելի ամեն դեպքում չես կարող խոսել խաղաղության մասին, որովհետև շատ փխրուն է լինում այդ խաղաղությունը եւ ցանկացած պահի ինչ որ փոփոխության պարագայում կարող է ելի ընդհանրենք բռնություն վերսկսվի, ընդհանրենք ռազմական մարտական գործողություններ եւ այլն։ Ես չեմ ուզում ինչ որ վատատեսական սցենարների մասին հիմա խոսել, բայց ամեն դեպքում ես ուղղակի փորձում եմ փոքր մեր հանդիսատեսին, մեր ունկնդիրներին համար ավելի պարզ դասնեմ, թե ինչի եմ ես խուսափում անվանել սա ամբողջական խաղաղություն, չնայած էլի ընդունում եմ, որ շատ կարևոր է, որ սահմաններին հանդարտ է, որ զոհեր չունենք եւ այլն։ Ինչ անում Հայաստանը
Հայաստանն էլ անում է բոլոր էլի գործողությունները, որոնք էլի ուղղված են այդ կապուղիների մեխանիզմների աշխատեցմանը, գործի դնելուն, տնտեսական որևէ ուրեմն էլի գործընթացների ուղղությամբ աշխատանք տարվում է, անվտանգային է էլի իմ կարծիքով էլի մի փոքր բաց է մնում, որովհետև այդ այն ոլորտն է, որտեղ որ հավանաբար մի փոքր ավելի երկու կողմերի պատրաստակամությունն է էլի պահանջվում, իսկ ես կարծում եմ, որ այս փուլում այդ կետին դեռ չենք հասել։ Ես իմ ընկալմամբ այդ կետին դեռ չենք հասել։ Եթե անգամ գիտեք, բանի կոնֆլիկտների կարգավորման տեսության բանով տրամաբանությունով նայենք, այստեղ բանը խոսքա գնում բացասական խաղաղության մասին, երբ որ գալտունգի տեսության մեջ դա կոչվում է negative piece, այսինքն բռնություն չկա, բռնությունը բացակայում է, բայց չկա նաև ինստիտուցիոնալացված խաղաղության գործընթացը։ Տեսեք, շատերը հոռետեսորեն են գործընթացին հետևում մի քանի պատճառով։ Պատճառներից առաջինը այն է, որ Ադրբեջանը գոնե 30 տարվա ընթացքում ապացուցել է, որ ինքը պայմանավորվածություններ պահող եւ պահպանող պետություն չի։ Այսինքն ցանկացած բայ Ադրբեջանը կամ Ադրբեջանը չի լավ կոնկրետ մեկ անձ, հա, կարող որոշել, գիտեք ինչ, ինձ ձեռք չի տալիս, չեմ անում։ Երկրորդ այդ սկեպսիսի որոշակի քանակությունը ավելացնում է, որ այս գործընթացը ինչպես չուներ, այնպես էլ շարունակում է չունենալ երաշխավոր, այսինքն միջազգային բավական լուրջ ինչ-որ ազդեցություն ունեցող ինչ-որ դերակատար, որը կանգնի ասի, գիտեք ինչ կա, այս են խաղի կանոնները, կամ այսպես է կանում, կամ ես ստիպում եմ, որ դա այսպես արվի։ Երբ այդ երկու կոմպոնենտը գումարում ենք իրար, մենք շատերի մոտ այդ վատատեսական այդ ալիք է առաջանում, ասում են, այդպես այս գործընթացը դատապարտված է։ Իրականում ստիպված ենք լինելու գնանք մեր տարածաշրջանից ավելի աշխարհաքաղաքական հարթություն, որովհետև այդ խաղի կանոնները շատ կարևոր կետ է, խաղի կանոնների հստակությունը ցանկացած քաղաքական գործընթացում շատ կարևոր է, որ խաղի կանոնները պարզ լինեն բոլոր դերակատարների համար։ Հիմա խաղի կանոնները փոխվում են եւ դրանց հաստատումը շատ կախված կլինի ուկրաինական զարգացումներից, այսինքն եթե անկեղծ լինենք, բոլորս էլ հասկանում ենք, որ եթե օրինակ Ռուսաստանին հնարավորություն տրվի այսպես կոչված հաղթանակի հասնել Ուկրաինայի պարագայում, այսինքն սա ամբողջ աշխարհին բերելու այն ընկալման, այդ ուժի իրավունքի ընկալման, այսինքն որ դերակատարն ուժեղ է, նա էլ կարողանում է ցանկացած պահին իր հարևանների կամ ռազմական տեսանկյունից կամ տնտեսական տեսանկյունից ավելի թույլ դերակատարների հաշվին բավարարել իր շահերը։ Այսինքն սա կնշանակի, որ թե, չգիտեմ, Թուրքիան ցանկացած պահի, թե Չինաստանը ցանկացած պահի կմտնի Թայվան, թե, չգիտեմ, Միացյալ Նահանգները ցանկացած պահի կմտնի Վենեսուելա։ Այսինքն, եթե մենք այս աշխարհում այս իրավիճակին հասնենք, այդ դեպքում Ադրբեջանի ոչինչ չի զսպելու, որպեսզի ինքը ուրեմն իր արժեվ դրված խնդիրները Հայաստանի նկատմամբ սկսի լուծել ուժային ճանապարհով։ Սա է շատ կարևոր տար այսօր աշխարհը կարծում եմ այն կետին է, որ կախված ուկրաինական զարգացումներից մենք տեսնելու ենք արդյոք աշխարհը թույլ է տալու, որպեսզի այդ ուժի իրավունքը դառնա գերակշռող, թե աշխարհում ամեն դեպքում իրավունքի ուժն է գերակշռելու, որովհետև որքանով ես եմ տեսնում, միգուցե սխալվում եմ կամ պատրաստ եմ նաև այս թեմայի շուրջ ուրեմն վիճելու, բանավիճելու, բայց կարծում եմ Եվրոպական միության երկրները, անդամ պետությունները կամ այդ ընդհանրական Եվրամիությունը հենց այս ուղղությամբ է գնում, որպեսզի նորից հաստատվի աշխարհում այդ իրավունքի ուժը։ Այս մոդելով են իրանք առաջնորդվում եւ այս մոդելն են առաջ մղում եւ մեծ հարց է թե որ մոդելն է իրականում հաղթող դուրս գալու այս զարգացումների արդյունքում։ Հիմա տեսեք, այստեղ մենք ունենք էական հակասություններ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության առնվազն մեծ մասի անդամներից մեծ մասի հետ, այնտեղ Հունգարիա, Սլովակիա չհաշվենք, հա դնենք մի կողմ։
Տեսեք, Միացյալ Նահանգները հայտ ներկայացրեց, որ ինքը պիտի լինի տարածաշրջանում, ընդ որում այս նեղ այդ վզիկի վրա, այդ որ ասում են trip, մեղրի ճանապարհի վրա, ընդ որում նվազագույն ծախսով մաքսիմալ էֆեկտի հասնելու տրամաբանությունն այդտեղ հասկանալի է, հա, որ ինքը այդ փոքր հատվածի վրա եթե ինքը ներկայություն ունի, դա նշանակում է ինքը վերահսկում է ամբողջ ուղին։ Այսինքն երբ պետք է Ադրբեջանում ներկա լինել կամ Թուրքիայում ներկա լինել, այսքանը բավական է։ Դրա հետ մեկտեղ 3, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայի հետ Հայաստանը ստորագրեց 26 թվականին ռազմական գործակցության համապարփակ ծրագիր, որը ըստ էության ընդգրկում է պաշտպանության գրեթե բոլոր ոլորտները, եթե չեմ սխալվում, միգուցե հակաօդային պաշտպանությունն այստեղ առանձին դիտարկման թեմա պիտի լինի։ Հիմա Եվրամիությունը Ֆրանսիան այս դեպքում, Մեծ Բրիտանիան ինչ որ մեսեջներ է ուղարկում, ինչ են փորձում անել այստեղ։ Եվրոպական միության քաղաքական տրամաբանությունը այս պահին տանում այն ուղղությամբ, որ մենք խոսում ենք Հայաստանի դիմակայունության ապահովման մասին, այսինքն Եվրամիության ծրագիրը, Եվրոպական միության ծրագիրը Հայաստանի նկատմամբ այդ Հայաստանի դիմադրողականության բարձրացման ծրագիրն է, որը ունի էլի բազմաթիվ տարրեր տնտեսական է դիվերսիֆիկացիա, որ մենք անդադ խոսում ենք, նաև անվտանգային կոմպոնենտն ավելանում, եւ սա իրականում շատ կարեւոր գործընթաց է, որովհետեւ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ հակամարտության կամ ռազմական գործողությունների սկիզբը սովորաբար գալիս այն ժամանակ, երբ որ խախտվում է ուժային բալանսը։ Դա շատ կարևոր է, որպեսզի այդ ուժային բալանսը որոշակիորեն ապահովված լինի, ինչ Հայաստանի համար առաջնային խնդիր է։ Այս պահին ըստ էության բոլորս էլ հասկանում ենք, որ առաջնային խնդիր է։ Ճիշտ է, ոչ միայն Ֆրանսիան, այլ նաև Եվրոպական միության, Եվրոպայի միության մի շարք անդամ պետություններ, բոլորի անունները ենթադրենք կարիք էլ չկա տալու, Հայաստանի Հանրապետության ուժային կառույցների հետ այդ բարեփոխումների ուղղությամբ աշխատանք տանում են, ինչը էլի շատ կարևոր է, երբ որ մենք հնարավորություն ենք ունենում ըստ էության առաջի անգամ պատմության մեջ այդ ռուսական ստանդարտից անցնել ավելի առաջադիմական նատոական ստանդարտների եւ պետության պաշտպանությունը կազմակերպենք ավելի նորացված, ավելի ենթադրենք այլ ոճով, այլ փիլիսոփայությամբ կառավարվող բանակում։ Սա կարծում եմ եւ նաեւ Եվրոպական միության տեսանկյունից հենց այդ տարերից մեկն է, որ հասկանում են, որ եթե Հայաստանը կարողանան վերականգնեն Հայաստանի ուժային այդ ուրեմն ռեսուրսը, սա մի փոքր ավելի ծանր է դարձնում Ադրբեջանի համար, այսինքն գինն է բարձրացնում Հայաստանի նկատմամբ ուրեմն ոտնձգություն իրականացնելու հարցում։ Բայց կրկնում եմ, սա շատ կարևոր գործընթաց է, շատ կարևոր գործոն է, բայց ամենավորոշիչ գործոնը չի, որովհետև ամենավորոշիչ գործոնը ամեն դեպքում այդ աշխարհակահաղական լրջագույն process-ներն են, որոնք տեղի են ունենում, նաև այդ թվում նույն Միացյալ Նահանգներ Եվրամիություն հարաբերությունները, նույն Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները, այսինքն բոլորս էլ հասկանում ենք, որ աշխարհը եռում է, այս պահին այդ турբուլենտության մակարդակը շատ բարձր է, այսինքն ելք պետք է ունենա եւ շատ մեծ է իմ համենայն դեպս մտավախությունը, որ այս թեժ կետերը շատ ավելի կարող է թեժանան։ Չգիտեմ, ենթադրենք որ ուղղությամբ, ցավոք սրտի չեմ կարող այտենց բանակ գուշակություն անել, որովհետև շատ անշնորհակալ գործ է, բայց ամեն դեպքում իմ մոտ տպավորությունն է, որ շատ մեծ է տենդենսը թեժանալու այդ թեժ կետերի, դա կարող է լինի, չգիտեմ, նույն Վենեսուելայի բանում արդեն ու սկսվել անցել չի, որ մենք ինչ-որ գաղտնիք ենք բացահայտում, բավականին մեծ լարվածություն է, չնայած կարող է տարբեր զարգացումների պարագայում դա ուղղվի օրինակ դեպի Իրան, չգիտեմ, չեմ կարծում դեպի Չինաստան այս պարագայում Միացյալ Նահանգները այտենց ուղիղ մտադրություն ունենա Չինաստանի հետ նոր պատերազմական գործողություն սկսելու, բայց եթե մի փոքր ավելի ուշադիր նայում ենք եվրոպական տենդենսները, հա մենք տեսնում ենք, որ ամբողջ Եվրոպան այդ պատրաստվում է պատերազմի։ Այս տենդենսները մենք տեսնում ենք Նիդերլանդներում, Գերմանիայում, հա մարդիկ հայտարարում են, որ ընդհանրենք մոտ ապագայում այս պատերազմը Գերմանիան հայտարարեց, որ 50 միլիարդ դոլարի միանվագ զենք զինամթերք պիտի ծրագիր է մշակել։ Աննախադեպ է Գերմանիայի համար, որը երկրորդ համաշխարհանից հետո ըստ էության զրկված էր հնարավորությունից սեփական բանակ ունենալու եւ ՆԱՏՕ-ի կազմում էր միայն ուրեմն ըստ էության ռազմական ուժը Գերմանիայի։
այս պահին մեծ ներդրում ունենում իր ուրեմն ռազմական ռեսուրսը ասեք գործը 4-րդ ռեյխին չհասնի, մնացած ոչինչ։ Դե ամենայն դեպս այս Գերմանիայից ես տենց մտավախություն չունեմ, հա, որտեղ այն Գերմանիան է, որտեղ ժողովրդավարական ինստիտուտներն են շատ լավ էֆեկտիվ աշխատում, որտեղ իրոք մենք կարող ենք խոսել ժողովրդավարության մասին, որտեղ օրինակ անգամ այդ ծայրահեղաչական քաղաքական կուսակցության մասին ընդհանրենք հիմա գիտեք լուրջ քննարկումներ են գնում արդյոք նա իրավունք պետք է ստանա գրանցվելու եւ մասնակցելու ընտրական գործընթացներում խոսքը վերաբերվում է այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությանը, այսինքն սա նշանակում է պետության ներսում աշխատում են մեխանիզմներ, զսպող մեխանիզմներ ու կարծում եմ որ միանշանակ Գերմանիան այն պետությունը չի, որ մոտակա 10 տարվա ընթացքում կկարողանա վերածվել ֆաշիստական կամ նացիստական ռեժիմի, ի տարբերություն Ռուսաստանի Դաշնությունից, որ ըստ էության արդեն վերածվեց։ Ռուսաստանի մասին քանի որ խոսք գնաց, տեսեք, բայց մի քիչ այսպես ոչ ուղիղ խոսենք Ռուսաստանի գործոնի մասին, տեսեք, այս վերջին մի քանի օրվա ընթացքում խոսակցությունների մակարդակով իհարկե դրանք հաստատված չեն, այսպես դիվանագիտական փաստաթղթեր չունենք ձեռքի տակ, բայց բավական տարակուսանքի տեղիք տվեց Վրաստանի դիրքորոշումը կապված ադրբեջանական այդ նույն նավթամթերքների տեղափոխման հետ կապված, այնտեղ Վրաստանը ինչ-որ անհասկանալի տարիֆներ էր, ժողովրդական լեզվով ասած կրակել էր, ինչ-որ թվեր էր կրակել 50 անգամ, եթե չեմ սխալվում, ավել քան սովորական տարիֆներ եղել միշտ, ընդ որում դա տարակուսանք առաջացրեց։ Հայաստանում մասամբ, որովհետև մենք ըստ էության գիտեինք, որ մի օր նման բան լինելու է, որովհետև Վրաստանը հասկանալի է, որ այդ մենաշնորհից զրկվում է, հա, միակ տարանցիկ երկրի տարածաշրջանի Ադրբեջանում բնականաբար դա տարակուսանքի տեղիք տվեց, ընդ որում խոսակցություններ կան, որ քաղաքական որոշում է կայացվել այդ Իջևանի երկաթգիծը դեպի Իջևան եկող երկաթգիծը վերականգնելու, ապագայում նման էքսեսներից խուսափելու համար, եւ հենց վրացիների համար էր բավական անսպասելի, որովհետեւ երբ ժամանակին մենք խոսում էինք, ասում էինք այս հետևանքները, դե ինչ կլինի հիմա ազգայնական արժեքներով են մարդիկ, պարզվեց որ դա այնքան էլ այդպես չի։ Հիմա Վրաստանի այդ պահվածքը ըստ ձեզ այդպես զուտ, բաքուր, անխառն վրացական քաղաքականություն է, թե այնուհանդերձ այնտեղ ռուսական հետ կա։ Շատ հետաքրքիր քաղաքական աշխարհակաղակական քարտեզագրում ենք անում արևանների։ Նախ դա էլ շատ կարևոր գործոն է, նաև չմոռանանք նշել, որ ընդամենը օրերս Ռուսաստանից հնչեց հայտարարություն, որ Հայաստանը չի կարող ուղղակի Երևանը չի կարող ուղղակի բանակցություն ունենալ Վաշինգտոնի հետ այդ թրիփի կապակցությամբ առանց Մոսկվայի։ Այսինքն Մոսկվայից էլ հնչում այդ ուղերձները, որ մենք կանք, մի մոռացեք, որ մենք այդ խաղի մեջ պետք է լինենք եւ անգամ հայտարարում են, որ անգամ եթե տրիպի ուրեմն սպասարկումը շահագործումը սկսվի, դա պետք է լինի ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում եւ ռուսական խաղաղապահների մասնակցությամբ, այսինքն այս տարը շատ կարեւոր է, մենք պետք է հասկանանք, թե այս բանը Ռուսաստանից ինչ սպասենք այդ տրիպի շահագործման հետ կապված հարցերով։ Վրաստանի ֆենոմենը շատ հետաքրքիր է։ Ես կարծում եմ ձեր նշված երկու գործոններից երկուսն էլ կարևոր դեր խաղում են, այսինքն մի կողմից մենք հասկանում ենք, որ ըստ էության Վրաստանը զրկվում է այդ մենաշնորհից, որովհետև ենթադրում եմ, որ Վրաստանը ինքն էր ուզում այդ մենաշնորհն ունենալ, այդ տարանցիկ երկիր լինելու, ու ըստ էության հանդիսանում էր, մինչև այս ժամանակին իմ չելուց, որ ասում էի Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման մեծագույն շահառուներից մեկը Վրաստանն է, ինձ հետ կռիվ էին անում, Դե ոչ ուղղակի, իրոք կա տենց տար։ Երկրորդը նաև պետք է հասկանանք, որ բավականին ուժեղանում է Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը վրացական քաղաքական էստաբլիշմենտի վրա եւ հավանականություն շատ մեծ է, որ ռուսական իշխանությունները որոշ գործողություններ կանեն հենց Ռուսաստանի Կրեմլից թելադրանքով։ Այսինքն ես կարծում եմ, ես չեմ ուզում գնանք այդ դավադրապաշտական դավադրության տեսությունների ոլորտ,
բայց կարծում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ որպես ազդեցության քաղաքական ազդեցության գործոն Մոսկվան օգտագործի նաև Թբիլիսին, պաշտոնական Թբիլիսին, որպեսզի կարողանա որոշակի բալանսավորել կամ կարգավորել ուրեմն մեխանիզմները ըստ իր ցանկությունների եւ ըստ իր նախասիրությունների։ Դրա համար պատասխանը տարբերակ B, տարբերակ C, երկու բանն էլ, երկու տարբերակն են։ Տեսեք, մի գործում էլ կա, որ կոչվում է Թուրքիա։ Այս վերջերս իմ հյուրերից մեկը այստեղ մի հետաքրքիր միտք հնչեցրեց, ասեց, որ Թուրքիան Հայաստանի համար թշնամուց վերածվել է խոչընդոտի։ Ամենայն դեպս այս պահի դրությամբ այդպես է, բայց նաև էլի պնդումներ կան, որ առնվազն գոնե կամ ամանորից հետո հունվարին Թուրքիան կարող է երրորդ երկրների համար բացել հայ-թուրքական սահմանը, եւ դա կապված է Անկարայի եւ Բաքվի միջեւ որոշակի տարաձայնություններից, կապված Բաքվի որոշ հարցերում անզիջում, այսպես կեցվածքի հետ, այն որ չէ իմ ասած է պիտի լինի, այսպես պիտի լինի, իսկ Անկարան փորձում է Ադրբեջանին բացատրել, որ դրանով դա վնասում է արդեն Թուրքիայի շահերին, որովհետեւ Թուրքիան այս պահի դրությամբ ոչ Եվրամիության, ոչ էլ Միացյալ Նահանգների հետ առճակատման գնալու ներքին ռեսուրս չունի։ Հիմա դուք հնարավոր համարում եք նման զարգացումը, որովհետև նման դեպքում հասկանալի է, որ Բաքվի դիրքերը էապես թույլատնալու են։ Բայց հակառակ դեպքում բավականին թույլ են Անկարայի դիրքերը եւ ըստ էության Անկարան մնում է միայնակ տարածաշրջանում մի կողմից մենք հասկանում ենք որ տարածաշրջանի հզորագույն պետություններից է եւ մեծ ձգտումներ եւ մեծ նպատակներ ունի բայց միևնույն ժամանակ այս իրավիճակում խաղալու տեղը շատ քիչ է, այսինքն մանևրելու տեղը շատ քիչ է, այսինքն մի կողմից լրիվ համաձայնում եմ ձեզ հետ, որ առճակատման թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպական միության հետ գնալու ռեսուրս չունի եւ պատրաստ չէ ամենայն դեպս այս պահին Ռուսաստանի գործոնը եւ թուրք-ռուսական հարաբերությունները, հա, մեկ առանձին տանգո են, որովհետեւ տարբեր դինամիկաներ, տարբեր ընթացքներում ուրեմն մենք տեսնում ենք։ Հիմա կներեք, չեմ ընդհատում զուտ լրացնելու համար արևմուտքը պնդում է, որ այդ 3-ով տանգոն պետք է ավարտել։ Եվ Թուրքիան ամենայն դեպս գոնե արտաքին ազդակներով եմ ասում, Թուրքիան սկսել է ստիպված համաձայնել այդ տեսակետին, որովհետեւ Ռուսաստանից տնտեսական շահ այլևս այդպես որպես այդպեսին չունի, Ռուսաստանը ինքը տնտեսական լրջագույն խնդիրներ ունի, դրա փոխարեն Եվրամիությունը կարող է փրկել այս բային Թուրքիայի տնտեսությունը, որը սարսափելիագույն վիճակում է։ Հա, բայց դա նաև դնում է իրեն բավականին խոցելի վիճակում։ Շատ խոցելի վիճակը հատկապես հաշվի առնելով, որ բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում այս տարածաշրջանում նաև Չինաստանը։ Պետք է նաև հասկանանք երկարաժամկետ տեսանկյունից, թե Չինաստանը որքանով սպառնալիք հանդիսանում նույն Անկարայի համար, որովհետև որքանով հասկանում եմ, Միացյալ Նահանգները դիտարկում է Չինաստանին որպես ուղիղ հակառակորդ, Եվրոպական միությունը մի քիչ այդքան հստակություն չկա Չինաստանի դերի վերաբերյալ, որովհետև էլի որքանով տեսնում ենք որոշակի համագործակցության մակարդակ փորձում են պահպանել տնտեսական այդ փոխգործակցությունը կա, փոխկապակցվածություն եւ փոխկախվածություն կա։ Չեմ կարծում, թե Եվրամիության դեպքում, օրինակ Եվրամիություն-Չինաստան հարաբերություններում անգամ հակառակորդ բառը կարելի է օգտագործել, որտեղ ընդհանրապես ուղիղ չեն օգտագործում, բայց երկարաժամկետ տեսանկյունից որքանով էլի իմ դատողությունները կամ իմ մրցակից ցուցատալիս մրցակից տեսնում են երկարաժամկետ տեսանկյունից, հա, որովհետև ագրեսիվ քաղաքականությունը ի վերջո ունենում է ոչ միայն տնտեսական ազդեցություն, նաև աշխարհաքաղաքական ազդեցություն, այսինքնաբերեք անկեղծ լինենք, որ այսօր Ռուսաստանը Չինաստանի ձեռքին դառնում է խաղալիք, հա, քայլ առ քայլ Չինաստանը առաջակալից մենք չենք էլ տեսնում, բայց կարծեմ ընկերներից մեկն էր ասում, որ արդեն Մոսկվայի Շերեմետիև аэроպորտում չիներենն է բաները, այդ հայտարարությունները բաները չիներեն լեզվով է նաև գրված, հա, ռուսերեն, չիներեն, անգլերենի փոխարեն։ Այսինքն մեծ ազդեցություն է ունենում Ռուսաստանի վրա եւ նաեւ նկարտումներ եւ նպատակներ ունի ազդեցություն ունենա մեր տարածաշրջանի վրա։ Արդեն գիտենք, ասում եմ, Չինաստանը ունի ռազմավարական համագործակցության համաձայնագիր Ադրբեջանի հետ, ունի Վրաստանի հետ
Եվ կարծում եմ նաև գիտեք Հայաստանն էլ որքանով հասկանում եմ հետաքրքրված է նման համագործակցության մեջ, ինչը ինձ համար օրինակ սպառնալիք է։ Անկեղծ պատրաստ եմ դրա մասին խոսել։ Էլի հաշվի առնելով Չինաստանի այդ ագրեսիվ քաղաքականությունը, հաշվի առնելով թե ինչ հետևանք է ունենում ուրեմն այդ Չինաստանի հետ համագործակցությունը շատ երկրների համար, օրինակ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, հա, գալիս են պարտքերի տակ թողում են ու տենց լավ վերլուծություններ հետաքրքիր կա, եթե ցանկություն կա, մարդիկ կարող են գտնել այդ վերլուծությունները, թե ինչպես է Չինաստանը հա ինչ-որ որոշակի ներդրումների միջոցով կամուն պետությունը պարտքերի տակ թողում, հետո պարտքի դիմաց տանում հանքերը, ռեսուրսները այդ պետության եւ հեռանում ըստ էության ցամաքացնելով, քամելով այդ պետությունները, հա Հայաստանի համար օրինակ դա իրոք լուրջ սպառնալիք կլինի, չնայած կարճաժամկետ տեսանկյունից միգուցե տպավորություն ստեղծվի, որ չինական ներդրումներ են գալիս, չգիտեմ, շինարարություն է սկսվում, հա չինական տարբեր ուրեմն գործակալություններ, ընկերություններ կսկսեն ինչ-որ շինարարություններ, հետո դա շատ արագ կարող է վերածվի ուղղակի Հայաստանի ստրկության, մանավանդ մեր նման թույլ տնտեսություն ունեցող պետության համար, հա ու համենայն դեպս իմ ընկալումն է։ Հիմա տեսեք, Վրաստանի հետ իրանք համանման համաձայնագիր ունեն, ռազմավարական գործակցության նկատի ունեմ, որ Վրաստանում Չինաստանը առանձնապես ակտիվ չի։ Չեն ստարկացրել, չեն կերել, չեն հոշոտել։ Դա ուրեմն խոսքը գնում է նրա մասին, դե տեսեք, էլի կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ, եթե նայում ենք, բայց կան նաև երկրներ, նույն ասեմ Լատինական Ամերիկայում նայեք Արգենտինա, բան հա, այնտեղ արդեն այն փուլն է, երբ որ արդեն կերել են։ Այսինքն Վրաստանի ու մեր հարևանների բախտը բերել է, որ դեռ այդ փուլին չի հասել, բայց կան արդեն երկրներ, որ ցավոք սրտի այդ օրինակը կարող ենք տեսնել, որ արդեն կերել են։ Դե Վրաստանից ինչ պետք է կերեն, մանդարին։ Դե հանքեր ունեն, չգիտեմ, չէ, դե Վրաստանը այդ ռեսուրսները չունի, բայց Հայաստանը Հանակլյան, դեռ միայն Հապակիչ է։ Հանակլյան նավահանգիստը ու դա, եթե հիշում եք, առաջին բանն էր, հակամարտության կետն էր, երբ որ Միացյալ Նահանգները շատ ընդդիմանում էր եւ դիմադրում էր, որ այդ Հանակլյան տրվեց Չինաստանին։ Բնականաբար, որովհետեւ այդ ափի ամենա խորը նավահանգիստն է, այսինքն խորաջերային։ Ռազմավարական ուղղակի կետ էր, որը հանձնվեց Չինաստանին, ինչը իհարկե դուրս չէր գա Միացյալ Նահանգներին։ Նույնը Վենեսուելայում, այսինքն շատ երկրներում հիմա որ մենք տեսնում ենք այդ Միացյալ Նահանգների լարվածությունը, հենց պայմանավորված այդ ռազմավարական հիմնական թիրախներով, հա, չնայած կան տեսություններ, որ սա նավթի մասին է, ռեսուրսների մասին է, եւ այլն, բայց այդ պետք չի անտեսել այդ ռազմավարական կարևոր նշանակության ուրեմն կետերի նկատմամբ վերահսկողություն սահմանելը շատ կարևոր։ Հիմա այդ աշխարհաքաղաքական շարժումները տեկտոնական ասենք, թե ոչ տեկտոնական ասենք միգուցե նաև այդքան խորքային չեն դեռ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա որքանով են ազդեցություն ունենալու, հաշվի առնելով որ դիմացանտրությունները բնականաբար ամեն մեկ այդ սայլը փորձելու է քաշել իր կողմի վրա, հա Ռուսաստանը իր կողմ, Եվրամիությունը իր կողմ, Միացյալ Նահանգները ենթադրում են որոշակի մասնակցություն կունենա ամենայն դեպս ազդեցության իմաստով։ Դա արդյոք կարող է բերել ներքին պայթյունի։ Ներքին պայթյունի չի ասի, բայց ներքին լարվածություն հայազգային կոնգրեսը արդեն ինչ որ էլի սկսել է խոսել այդպես հնարավոր քաղաքացիական բախումների եւ պատերազմի մասին։ Խոսեն ընտրությունից հետո։ Հայրաքսիրում են հայ։ Չէ, նու ամենայն դեպս ես նման մտահոգություն չունեմ, չեմ տեսնում այդ բախման պատճառը, բայց լարվածության պատճառներ տեսնում եմ ու գիտեք որպեսզի կարողանամ մի փոքր ավելի լավ եւ ավելի տեսանելի ներկայացնեմ թե ոնց են պատկերացնում այդ զարգացումները եւ ազդեցությունը այդ աշխարհաքաղաքական տեկտոնիկ այդ ձեր ասած փոփոխությունների ազդեցությունը մեր ներքաղաքական գործընթացների վրա պետք է ուղղակի ուսումնասիրենք թե ինչ նարատիվներ են հնչում այդ տարբեր պետություններից որոնք վերաբերում են Հայաստանին եւ Հայաստանի ուրեմն աշխարհաքաղաքական ընտրություններին եւ նաեւ ներքին քաղաքական ընտրական գործընթացներին տեսեք ինչպես արդեն ասացի ուրեմն Ռուսաստանը փորձում է իրան ներկայացնել որպես առաջին անվտանգության ապահովողը Հայաստանի Հանրապետության, հա, եւ ըստ էության անընդհատ խոսք է գնում նրա մասին, որ Հայաստանը ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չպետք է ունենա։
եւ ու դա եթե բերեք անկեղծ լինենք նաեւ շատ բանով եկել այն կետին, երբ որ այդ նարատիվները գնում են այն ուղղությամբ, որ Ռուսաստանում ձևավորված այդ քաղաքական բանը ինչա բիզնես էլիտան ազգությամբ հայ դա այն մեխանիզմն է, որը կարա ապահովի Հայաստանի տնտեսական ապահովությունը ընդհանրապես այս բանը турբուլենտ աշխարհում։ Այսինքն ըստ էության այդ նույն Սամվել Կարապետյանը, որը աջակցություն է ստանում ուղղակիորեն Մոսկվայից եւ Մարիա Զախարովան գիշեր-ցերեկ խոսում է բանի աջակցություն Սամվել Կարապետյանի Հայաստանյան եկեղեցու եւ այլն եւ այլն։ Այդ Մոսկվան։ Իրանից մենք լսում ենք էլի շատ հակասական գնահատականներ նույն թրիփի վերաբերյալ մի բանի նրանք ասում են, որ մենք արդեն հասկացել ենք եւ մտավախություն եւ մտահոգություն չունենք Միացյալ Նահանգների եւ Հայաստանի այդ ուրեմն միջև համագործակցության տրիպի շահգործման վերաբերյալ, բայց մյուս բանին մենք լսում ենք, որ չէ, բավականին անհանգստացած են տարբեր Այսինքն չէ, բայց սա խոսում է նրա մասին, որ տարբեր ուրեմն իրավիճակներում այդ նարատիվները կարող է ավելի դոմինանտ դառնան եւ որոշակիորեն ազդեն նաեւ ներքաղաքական գործընթացների վրա, այսինքն մենք տեսնում ենք, որ շատ հմուտ են քաղաքական գործիչները նարատիվները օգտագործելու եւ դարձնելու սեփական նարատիվներ, նույն, չգիտեմ, որոշ մեր քաղաքական գործիչներ շատ արագ վերցնում են այդ Մոսկվայից հնչող օրինակ նոյեմբերի 9-ին բանի Երակոմ պայմանագրի վերադառնալու նարատիվը եւ դարձնում են իրենց սեփականը եւ ասում են, որ հա Հայաստանը չի կարող որևէ գործընթաց ուրեմն իրականացնել առանց Մոսկվայի մասնակցության։ Նույնը Թուրքիայից Թուրքիա մի կողմից շահագրգռված են որպեսզի որոշակիորեն ստաբիլություն լինի, կայունություն լինի Հայաստանում եւ այդ կայունությունը այդ Թուրքիային խոցելի վիճակի ցանումա, որովհետեւ լրիվ համաձայնում եմ ձեզ հետ, որ Հայաստանը դարել է գլխացավանք։ Այս պահին գլխացավանքա Թուրքիայի համար եւ նրանք փորձում են որոշակիորեն այդ խնդիրը, այդ խոչընդոտը վերացնեն եւ սա կլինի պատճառը, եթե մոտ ապագայում հույս ունեմ այդ հայ-թուրքական սահմանը որոշակի ինչ-որ սահմանափակումներով աշխատի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ մեր հարևաններն էլ հանգիստ չեն, հա, ընդհանրեն տեղում նստած եւ այդ բոլոր ուրեմն տենդենսները, որ այնտեղ գնում է, շատ արագ արտահայտվում է մեզ մոտ տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա, հիբրիդային սպառնալիքների տեսքով, էլի նույն ուրեմն քաղաքական ճնշումների տեսքով, որոնք իհարկե ազդեցություն ունենալու են ընտրական գործընթացի վրա։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Խաղաղության երկխոսություն հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։